Դժվար է կառավարության աշխատանքին գնահատական տալ, որովհետև աշխատանքը նա է, որը որ երևում է։ Եթե չի երևում, ուրեմն աշխատանքը չկա։ Աշխատանքը չի լինում խոսքով, աշխատանքը լինում է գործով։ Եթե արում ես աշխատանք ու աշխատանքից դժգոհ են, ուրեմն կարծում եմ պետք է նստես ու մտածես, արդյոք ես մինչև վերջ եմ արել աշխատանքը այնպես, ինչպես որ ին վրա դրված է պարտականությունները։ Ու եթե ինչ-որ բան չի ստացվում, այդտեղ ամոթ բան չկա, կարելի ասել, գիտեք, կներեք, չի ստացվում, ես գնամ ուրիշ բանով զբաղվեմ, կարող եմ մասնագիտական որևէ տեղ ավելի պետքական լինեմ։ Հիմա դժվար է ասել միանգամից, որ մեր ամբողջ կառավարությունը չի աշխատում, որովհետև կան երևի նախարարություններ, որոնք մի քիչ ավելի լավ են իրենց պարտականությունները կատարում, քան մնացածը։ Բոլորի մասին ես չեմ կարող խոսել, որովհետև տեղեկություն այդքան չունեմ, այսինքն կան ոլորտներ, որոնց հետ ես չեմ առնչվում, բայց այն ոլորտները, որոնք այսօր կենսական անհրաժեշտություն ունեն մեր բնակչության հետ, իհարկե կան այնքան հարցեր, որոնք որ բացի նրանից, որ ասենք մեկ-մեկ մեզ մոտ ազգային ժողովում են հարցեր տալիս կառավարության անդամներին, ես կարծում եմ, որ եթե նման հարց ու պատասխան լիներ հրապարակում, որտեղ բոլորս կհավաքվենք, այդ հարցերի քանակը կլիներ երևի միլիոններ։ Մարդիկ շատ հարցեր կունենային կառավարությանը ու ինձ շատ հետաքրքիր կլիներ լսել այդ պատասխանները։